Ընտրություններին ում եք հաջակցելու դուք ընդդիմությանը թե գործող իշխանությանը։ Ոչ մեկին։ Ինչու։ Իրանք սա իրար հետ են։ Նիկոլ Փաշինյանին բերեց Սերժ Սարգսյանը։ Այդ ոնց եղավ։ Ճամպրուկով, փրչոտ կերպարանքները եկան դառան դեպուտատ, դեպուտատից հետո դառան վարչապետ։ Կլասիկ գումարելի պաշտոնա տեղափոխություն արեց Սերժ Սարգսյանը իր բաները ծածկելու։ Ոնց եղավ։ Մարդը եթե բարձրագույն կրթություն չունի, բանակ չի ծառայել, եւ ընդհանրապես ԿՊ 98%-ը չի ծառայել բանակում, 98%-ը։ Բայց նոր անուններ կան՝ Արման Թաթոյան, Սամվել Կարապետյան, Գուրգեն Սիմոնյան, գուցե նրանց։ Այ Արմեն Թաթոյանը կա Մոսկվայում մի հատ էլ անունը մոռացել եմ։ Կարապետյանի նկատի։ Չէ, Ղարաբաղցի է։ Չէ։ Այս դրանք սաղ մի խումբ են, հարգելի ժողովուրդ, չհասկացաք, իրար պասերով տալիս են, գալիս են։ Ինչա նշանակում 9 միլիարդ դոլար իբր թե Ամերիկան, թարգմանիչը իրան էս շիտեղա դրե, ժողովրդին էլ էս շիտեղ են դնում, թարգմանում են ուրիշ բան, իբր թե Ամերիկան ներդրում անում, Ամերիկան ներդրում չի անում, հարգելի ժողովուրդ, եւս 9 միլիարդ դոլար հասարակ ժողովրդի վրա փաթաթում են, որը փաթաթեց 8 տարի։ Ես ուղղակի ապշած եմ 8 տարի, եթե ես ձեզ խափեմ, 8 տարի, չես ասի այ տգետ, այ անգրագետ, ումն ես էս շիտեղ դնում, վաճառում է իր խաղաղությունը, ինչ խաղաղություն, 94 թվին էլ 30 տարի խաղաղություն կնքեցին ժամանակավոր, հələ հետ գնացեք, 5000 տղա կորցրեցինք, փորը տվին, պաստավ կարեցին, ազգային ժողով, խեմ ասում, հիմնավոր եմ իմ ասածը, որ սրանք սաղ իրար հետ են, 1064 հոգի անհայտ կորած կա, զինված ուժերի ապահովագրական ընկերությունը, դեռ 2 տարի առաջ ներսա տվե, որ 1460 հոգի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պատերազմին, չեն վերադարձրել, խեք թաքցնում, ընդդիմություն, բայց որ 1 միլիարդ 200 միլիոն դոլար ծախսել են իրանց վրա եւ ոստիկանության վրա, բան են տվել իրանց պարգևատրումներ, միլիարդ 200,000 դոլար, այդ ոնց հասկանանք, դուք չեք օգտվել ընդդիմություն, պասեր եք տալիս իրար, իբր թե բան, հետքի ես դեպուտատ չդառա, այդ ոնց եղավ, Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջ կլասիկ խափեցին ամբողջ այ ժողովրդին, կլասիկ, Նիկոլ Փաշինյանը հին կարգախոսով է, чем армия тупых, чем его легче управлять, чем страна тупых, чем его легче управлять, ինքը չի ստինում իրա կողքերը բան, խելացի բան, արդեն անցել են դեռ 4 տարի առաջ, Նարդոսի փոքր կենտրոնում, Նարդոսի 53-ում, մանկապատենական սպորտ դպրոցներ են վաճառել, տնօրենը իջևանցի է, փոխտնօրենը իջևանցի է, Արմեն Փաշինյանը իր հարազատ եղբայրը Կրիշավատանում, բացում էր բան, Սերժ Սարգսյանի եղբայրը, այդ ինչն է, ես ի չեք սարքում, ու դուք զանից հետո ուզում եք ժողովուրդը ձեզի հավատա, ամենը էշը ձեզի կհավատա, այս հավատանեմ, ես ի չեք խոսում, ինչից եք խոսում, հարց եմ տալիս շատ պրիմիտիվ, եթե 8 տարի ես ձեզի խափեմ, դուք ձեզի մի օր չես պատասխանի 8 տարի ինչ ես խափել, 350% քաղաքացիների վիճակը ծանրացել է, մանկապատենական սպորտ դպրոցը վաճառեցին, շենքը մաս հալալ կեստից փողոցի վրա, այն դագաղների փողոց են ասում, Նարդոսի 53, սպորտ դպրոցներ են վաճառում, 273 միլիոն դոլարով դրամով վաճառեցին, դե որ դու չես վաճառել Նիկոլ Փաշինյան, այ ուղիղ ձեզի հարց եմ տալիս, դες գործը քանդի հակակառուպցիոն մցրա, եթե քո մատը խառը չի, մանկապատենական սպորտ դպրոցները հալալկեստը վաճառում է, ցիրկի դիմացը, հսկայական 8 օլիմպիական սպորտաձևերը բնաջնջեցին, գցեցին, գնացեք ինքներդ ականատեսել եք, մեծ մեքենայի ստայանք են, էտումը վաճառեցիք,
Սա սովետական մույթունի ժառանգված սպորտ դպրոցներ էր։ Գնացեք կողքի պետությունները, Ադրբեջան, Վրաստան, տեսեք ինչ ներդրումներ են անում սպորտի մեջ։ Տեսեք ինչ ներդրումներ են անում սպորտի մեջ։ Այստեղ հակառակն է, ջինջում են սպորտը, չէ՞ որ սպորտն է լուրջ քաղաքացի, լուրջ զինվոր տալիս Հայաստանի Հանրապետությանը։ Սես չի, հետ ես թազա նոր հեծանիվ չեմ հորինում։ Եթե դուք Նիկոլ Փաշինյան չեք վաճառել Նարդոսի 53 մանկապատենական սպորտ դպրոցը 273 ՀՀ դրամով մասնաշին փողոցի վրա կեսը, ապա ձեր ուժային կառույցներին ուղարկեք, թող հետաքննություն գնա։ Եթե դու չէ, եթե չէ, ուրեմն դուք եք բոլորը ասում են, որ դուք եք, ձեր հրամանով ա եղել, կառավարության որոշում ա եղել։ Կոռուպցիա չի, կոռուպցիա է։